Ողջույն բոլորին, հուսամ ձեր տարին արդեն սկսվել է հրաշքով և տարվա կախարդանքը աշխատում է արդեն։ Ասում են, որ 2026 թվականից սկսվում է 9 տարվա նոր ցիկլ և 26 թվականն ինչպես անցկացնես, այդպես էլ կանցնեն քո մյուս տարիները։ Այս կարճ ձեզ ցույց եմ տալու իմ 6 տարվա նոթատետրը, որը որ 25 թվականին արդեն ամփոփեցի ավարտեցի և ցույց եմ տալու իմ արդեն այս գալիք 9 տարվա տարեգիրքը, որտեղ որ ամեն տարի նշելու եմ տարվա պլանները, ցանկությունները, նպատակները և վերջում ամփոփեմ։ Այլ վիդեոյում մենք ավելի մանրամասն կանդրադառնանք դրան, այս հոլովակում ցանկանում եմ միասին թերթենք և նաև ձեզ ասեմ, թե ինչպես է սա աշխատում։ Իմ դեպքում աշխատել է։ Ասեմ, որ որևէ վիդեոյում, որևէ մեկից չեմ լսել այս տարբերակը, ուղղակի ընթացքում հասկացել եմ, որ այն ինձ համար աշխատող տարբերակ է և արել եմ։ Այս նոթատետրերը, որը որ հիմա տեսնում եք, 2019 թվականից ինձ հետ է ու առանձնահատուկն այն է, որ այն ես համալսարան ընդունվելուց առաջ սկսեցի օգտագործել և այս տարի, երբ ավարտում եմ համալսարանը, այն ամփոփեցի։ Ինձ համար շատ յուրահատուկ ու հատկանշական է սա։ Եվ ինչպես է ես սա օգտագործում։ Սկզբում պարզապես որպես օրագիր, եկեք այսպես ասեմ, այսինքն planner, հետո արդեն դարձավ որպես տարեգիրք, որտեղ տարվա սկզբում գրում էի, պարզապես գրում էի առանց որևէ վիզուալ ինչ-որ հավելյալ նշումների եւ այլն, գրում էի իմ տարվա պլանները, ինչ եմ ցանկանում անել, ինչ նպատակներ ունեմ, ինչ երազանքներ ունեմ, գրում էի կարդալիքներիս ցանկը, ֆիլմերի ցանկը, ու հետո արդեն տարվա վերջում ամփոփում էի իմ տարվա ձեռքբերումները, շնորհակալական նամակն ինքս ինձ եւ տարվա դասերը, տարին է մի խոսքով ամփոփում ու արդեն պատրաստում գալիք տարվան։ Սա չափազանց լավ աշխատող մեթոդ է, հատկապես ինձ նման մարդկանց համար, ովքեր որ ոչ թե սիրում են միանգամից շատ մեծ պլաններ դնել ու շատ արագ փորձել դրան ձգտել հասնել, այլ ովքեր կարևորում են process-ը, ընթացքը։ Ես տարիների ընթացքում հասկացել եմ, որ ինձ մոտ ավելի լավ աշխատում է դառնալու, ընթացքը գնահատելու վիճակի մեջ լինելը, եկեք այսպես ասեմ, քան միանգամից ուղղակի վերջնարդյունք դնելը ու որևէ բան չպլանավորելը։ Ու սա կարծում եմ յուրաքանչյուրի դեպքում է այսպես աշխատում։ Սա մի փոքրիկ թիպ, որ դուք կարող եք այս տարվա ձեր նոթատետրի մեջ օգտագործել, արդեն այլ հոլովակում մի փոքր երկար կխոսենք ավելի մանրամասն, ձեզ կասեմ իմ տարբերակների մասին, օրագրելու, նոթագրելու և տարեգիրքը պահելու, իսկ այստեղ պարզապես վայելեք իմ այս տարվա նոթատետրերը, կանաչը, որը որ քիչ առաջ տեսակ դա էլ ընկերուհիս է նվիրել, կդառնա իմ տարեգիրքը, իսկ այս մեկը իմ 2026 թվականի planner-ն է, որտեղ պարզապես գրել եմ իմ առօրյա անելիքները և անձնական և աշխատանքային։ Շնորհակալ եմ դիտելու համար, հուսամ վայելեցիք և կհանդիպենք արդեն հաջորդ հոլովակում։ Եթե ունեք հարցեր կամ կցանկանաք, որ վիդեոյում անդրադառնամ կոնկրետ թեմաների, մեծ սիրով կսպասեմ ձեր մեկնաբանություններին։ Ձեզ լավ օր եմ մաղթում, սիրով ձեր Goy Crafts։